Էներգիան որևէ տեղ չի կորչում, այն փոխակերպվում է։ Սա մենք հիշում ենք դեռ դպրոցական ֆիզիկայից։ Սակայն պետությունների հարաբերություններում էներգիան միայն ֆիզիկական մեծություն չէ։ Այն անվտանգություն է, ինքնիշխանություն, կայուն տնտեսություն։ Այո, որքան շատ ես արտադրում, այնքան քիչ կախում ունես ուրիշներից։ Մենք այսօր ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Իսկ ինչպիսի վիճակում է մեր երկրի էներգետիկ հաշվեկշիռը։ Հայաստանը ներքին ռեսուրսներով կարողանում է ապահովել իր էներգետիկ պաշարի ընդամենը 26.5%-ը, որից 24%-ը կազմում են ատոմային, հողմային, ջրային եւ արևային կայանների արտադրած էներգիան։ Այո, ատոմակայանից ստացված էներգիան համարվում է ներքին ռեսուրս, չնայած ատոմակայանը աշխատում է Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքով։ Իսկ բնական գազ, նավթ, ուրան ու ածուխ մեզ վաճառում է Ռուսաստանը, մի փոքր էլ Իրանը։ Իդեպ, Իրանի հետ ունենք էներգետիկ բարտեր։ Նրանք մեզ գազ են տալիս, մենք նրանց էլեկտրաէներգիա։ Խողովակներ այդպիսի առանձնահատկությունն են, իրենք համ մտնում են, համ դուրս են գալիս։ Հայաստանում գործող 4 խոշոր ջերմաէլեկտրակայաններից 3-ը կախված են ոչ միայն ներմուծվող գազից, այլև օտարերկրյա կապիտալից։ Իսկ բնական գազի ներմուծումը, ինչպես նաև վաճառքը մեր երկրում իրականացնում է Գազպրոմ Արմենիան, որը ռուսական Գազպրոմ ընկերության դուստր կազմակերպությունն է։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Ինչպես է բաշխվում մեր երկրում ներմուծվող եւ արտադրվող էներգիան, ինչ ապագա ունի ատոմային էլեկտրակայանը, ովքեր են մեր երկրում գործող ջեկերի եւ հեկերի սեփականատերերը։ Արդյոք այս հանգամանքներն ավելի են խորացնում մեր երկրի էներգետիկ խոցելիությունը։ Այս ամենի մասին կարող եք կարդալ Infocom-ում հրապարակված տվյալահեն հետազոտության մեջ, որի հղումը կգտնեք բիոյում։ Հետևեք, սրտիկեք եւ տարածեք մեր հրապարակումներ, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում։ Իսկ ես զանգեմ հետ տեսնեմ մեր լույսերը երբ կտան։